Բարի լույս սիրելիներ, քրիստոնեությունը առանձին անհատի ուսմունք չէ, այլ հավաքականության համար է նախատեսված, որովհետև մեր Տեր Հիսուս Քրիստոս ինքը երբ քարոզում էր եւ խոսում էր այդ ամենի մասին, իր շուրջ հավաքում էր մարդկանց, որոնք դառնալու են մեկ ամբողջականություն։ Երբեմն հարց է առաջանում, որքանով ենք մենք կարողանում մեր կողքինով ապրել, որքանով ենք կարողանում անհանգստանալ ինչ որ մեկի կյանքով, որքանով է մեր քրիստոնեությունը արտահայտիչ։ Չէ՞ որ վերջը վերջո, երբ Քրիստոսին հարցնում են, թե որն է ամենամեծ պատվիրանը, Տերը երկու նախադասություն է ասում. սիրիր քո Տեր Աստծուն եւ սիրիր քո ընկերոջը։ Կարծեք թե զուգահեռաբար կամ հավասարապես է դնում այս երկուսը։ Ուրեմն քրիստոնեությունը միայն մեկ ուղղություն չունի, ես եւ Աստված։ Քրիստոնեություն ունի նաեւ մեկ ուրիշ ուղղություն, ես եւ իմ նմանը։ Պողոս առաքյալը տեսեք Կորինթացիներին ուղված առաջին նամակի մեջ հետեւյալն է գրում. Եվ եթե մի որևէ անդամ ցավ է զգում, նրա հետ ցավ են զգում բոլոր անդամները։ Եվ եթե մի անդամը փառավորվում է, նրա հետ ուրախանում են բոլոր անդամները։ Արդ դուք մարմինն եք Քրիստոսի եւ անդամներ նրա անդամներից։ Հիմա կանք մեր օրեր։ Հարց է առաջանում, որքանով եմ ես հետաքրքրված եկեղեցում իմ կողքին նստած անձով, երբ գնում եմ պատարագի։ Որքանով եմ կարողանում անհանգստանալ իր որբիսությամբ։ Որքանով կարող եմ օգտակար լինել այդ մարդուն։ Թե հակառակը, ավելի մղում եմ, որ ինքը միայնակ մնա։ Թե ավելի շատ նախապատվությունը տալիս եմ իմ տեղը նստելուն եկեղեցում, քան թե ինչ որ մեկին այդ տեղը զիջելու, որով եւ պիտի օգտակար լինեմ իրեն այդ բանը։ Սրանք հարցեր են սիրելիներս, որոնց պատասխանները որոշակիորեն ես գիտեմ, բայց կուզեմ, որ այսօր յուրաքանչյուր մեկս անդրադառնանք, որովհետեւ արհամարանքը, անտարբերությունը, եղբայրասիրության բացակայությունը ակներև է դառնում ցավոք սրտի։ Եվ ահա ուրեմն Պողոս առաքյալի խոսքը այսօրվա պետք է հիմք լինի մեզ համար։ Մենք նույն մարմնի անդամներն ենք։ Եվ վայ մեզ, եթե չպիտի կարողանանք անհանգստանալ մեկս մյուսով։ Եվ վայ մեզ, որ մենք չպիտի կարողանանք ուրախությունը կիսել միմյանց հետ, որովհետև սիրելիներս, եթե ես այդպիսի վիճակ չունեմ, ուրեմն երկրորդ պատվիրանը հաղթում եմ. սիրիր քո ընկերոջը, ինչպես քո անձը։ Այսօր մաղթում եմ, որ յուրաքանչյուր մեկս անդրադառնանք եւ սկսենք վերադառնալ այն ճշմարիտ ճանապարհին, որ Քրիստոս դրել է, որովհետեւ եթե այդ ճանապարհին չդառնանք, իզուր է մեր հավատքը։ Այն չի կարող արտահայտվել մեր ընկերոջ կյանքի մեջ։ Իսկ եթե վերադարձել ենք եւ դարձել ենք եւ հաստատուն ենք մնացել, մաղթում եմ, որ զորացնենք, ամրացնենք եւ ավելի լավը դարձնենք։ Բարի եւ խաղաղ օր ձեզ բոլորիդ։ Աստված օրհնի ամենքիս։